Պատվարժան դատարան, ես ուզում եմ Սամվելի խոսքը շարունակելով ասեմ, որ 100% համաձայն եմ իր հետ ու մեր իրավունքի հետ կապված աշխատելու գոյ թաղումում, իսկ երկու ճակատագիր եմ ձեզ ուզում ներկայացնել, Մարիաննային և Տիկին Ալային։ Իրանք մեր թատրոն տեղափոխվել են կամերային երաժշտական թատրոնի փակվելուց հետո։ Կարճ ներկայացնեմ, որ պարզ լինի, նույն ծրագրով վերամիավորում տարածքը հարկավոր ինչ-որ երաժշտախմբին փորձեր անելու համար, երաժշտախումբը այնտեղ փորձ չի արել այսօր, փլատակներ է վերածվել տարածքը։ Այդ թատրոնի մի քանի դերասաններ գնացին վերամիավորվել Պարոնյան թատրոնին։ Պարոնյան թատրոն, տիկնիկային թատրոն, գոյ թատրոն, ճակատագրի բերումով։ Ու հիմա երկու անգամ այս մարդիկ զրկված են ստեղծագործելու իրավունքից։ Ես վստահ եմ Մարիաննան իր երեխաների թույլ չի տալու, որ արվեստի գծով շարունակեն։ Ու էլ ոչ մի թատրոն չի ընդունում։ Ես, եթե արդարություն չլինի, ես ինքս էլ թույլ չեմ տա իմ երեխան շարունակի արվեստի գծով։ Որովհետև եթե հասկանում ենք, որ արդարություն չկա ու ինչ որ կերպ ոչնչացվում է արվեստ, որովհետև եթե Մարիաննան երկու երեխան շարունակեն, կամ իմ զավակը շարունակի, շատ հնարավոր է տաղանդավոր արվեստագետներ լինեն։ Բայց այս պարագայում մենք թույլ չենք տա, որ նույն դժվարությունների ու տանջանքի միջով իրանք չանցնեն։ Տեսնում եք, ու իմիջիայլոց ես Ժանա Անդրեասյանի տիկին նախարարին ասել եմ Տիկին Անդրեասյան, նույնությամբ պատմությունը կրկնվում է, մենք ունենք կամերային թատրոնի նախադեպ, ու ինքը Արգաշան տիկին նախարար ասել է, որ այո, դա վատ նախադեպ է։ Ու ես իմ կողմից խնդրանք եմ ներկայացրել, որ ուրեմն եկեք այդ վատ նախադեպը երկրորդ անգամ չկրկնենք, ինչքան էլ որ գոյ թատրոնը էքսպերիմենտալ է համարվում։ Եկեք նորից էքսպերիմենտ մի արեք, եկեք ուրիշ լուծում գտնենք, կամքի դեպքում կլիներ լուծում։ Կկարողանայի որոշում կայացնել ինչ որ մի ձևի, որովհետև մեր կողմից բազմաթիվ առաջարկներ են եկել։ Գոյ թատրոնը փակվել է։ Մանիպուլյացիաների արդյունքում իրանք մեզ ներկայացրել են, որ այսքան պլան չեք կատարել, չեք համապատասխանում ձեր անվանմանը, ոնց որ Սամվել ասես տարիներով մեր թատրոն չգալով, մի քանի միլիոնի հարցը կարելի է լուծել։ Բայց երբ որ մեր հարգարժան հաստաբանը ասում է, որ գույքը պատկանում է պետությանը, այո, մենք որ ասում ենք մեր թատրոն, մենք չենք ասում, որ գույքը մեզ է պատկանում։ Այո, Սունդուկյան թատրոնի տանիքում 35 տարի գործում է գոյ թատրոնը, 35 տարեկան օրգանիզմ։ Իսկ Սունդուկյան թատրոնի տնօրենը իր հարցազրույցների հանրային ելույթների ժամանակ բազմիցս ասում է, որ արդարությունը վերականգնվեց։ Կներեք, որ արդարության մասին է խոսքը։ Եթե մենք այդ տարածքը վերցրած լինեինք ու այնտեղ ինչ որ արտադրամ ասկամ, ինչ որ ակումբ աշխատացնենք, ես երբեք չէի մտնել պատմության մեջ, ասելով, որ դա պետական գույք է։ Պետական գույքը պատկանում է պետությանը։ Սա վերադարձին պարտադիր է վերադարձնել։ Բայց եթե մի շենքում գործում է երկու թատրոն ու այդ երկու տարածքները պատկանում է պետ գույքին, այսինքն պետությանը, ինչն է խնդիրը, այստեղից պիտի հասկանանք, որ կառավարությունը շահագրգռվածություն չի ունեցել վերամիավորելու, որովհետև իր տարածքն է երկուսն են։ Դա սեփականաշնորհած չի։ Այստեղից հետևություն ենք մենք արել երկու տարիների ընթացքում, որ Վարդան Մկրտչյանի եւ Արա Խզմալյանի նախաձեռնությամբ է եղել այս ծրագիրը։ Որովհետև նույն Վարդան Մկրտչյանը վերջերս խոստովանեց, որ իր ուսանողական ընկերը առաջարկել է կարող ես մեր թատրոնը ևս միավորել Սունդուկյանին ու տիրապետել, կառավարել կամ չգիտեմ շարունակել են ինչը որ ինքը անվա որպես տնօրեն։ Ասել է այո, կարող է։ Պետության ինչին է պետք գոյ թատրոնը փակել 35 տարեկան։ Հացի արտադրանքը չի այդտեղ։ Այդտեղ էլ է մշակույթի օջախ, որ ունեցել են լեփլեցուն դահլիճներ։ Ես կարծում եմ բոլորի համար էլ պարզ է, որ սրանք մանիպուլյացիաներ են, պլան չեք կատարել եւ այլն եւ այլն։ Մի հնարավորության դեպքում ես հարցազրույցի ժամանակ ասեցի, քանի որ գոյն էր փոակ, ասեցի գոյ թատրոնը ընդհանրապես եղել է կառավարության որբ երեխա, որին ոչ փորձել են օգնել, իմ ընկերները որ ասում են լույսերը մերն են, չգիտեմ, դեկորացիան մեր հնարավորություններով ենք արել, լիքը ամեն ինչով մենք լցրել ենք թատրոնը, դա նրա արդյունքում է, որ պետությունը, նախարարությունը երբեք չաջակցեց մեզ։ Լուսային հնարավորություններ չտվեց, ձայնային հնարավորություններ չտվեց, վերանորոգման հնարավորություն չտվեց ու մի հատ էլ պահանջեր մեզանից։ Երբեք երկխոսություն չի եղել, իսկ իրանք մեզ ասում են՝ դուք չեք շփվում մեր հետ, դուք ձեզ հեռու եք պահում։ Որպես ծնող նախարարությունը եւ կառավարությունը օրինակի համար պայմանական վերցրին, ճանապարհից շեղված զավակի ձեռքից պիտի բռնի, բերի նստածնի իր դիմաց ու ասի՝ լսի տղա ջան, քեզ էսա պետք է, որ դու շարունակես ստեղծագործել, դու դժգոհում ես, որ չունես այդ պայմանները, ես քեզ տալիս եմ։ Եթե չար հարացրեցի, զրկվում ես ամեն ինչից։ Այդ առաջարկն է եղել մեր կողմից, որ տվեք մեզ մի տարի, այդ մի քանի միլիոնը կոպեկներ են, մեր ընկերները պատրաստ են իրենց գրպանից հանեն տային, ասեն աշխատենք, բայց լավ, այդ խնդիր չունենաք։ Մի տարի ժամանակ խնդրեցին,
Վաղան գնալով, որ թույլ տվեք եւս մի տարի աշխատենք, եթե չարդարացրեցինք այս սպասումներ չի ավելի ճիշտ։ Պլանը, որը որ գրված է, այսքան ներկայացում, այսքան գումար գեներացված, այսքան բեմադրված նոր ներկայացում է։ Մենք մեր իրերը հավաքում գնում ենք։ Ընդառաջ չեկան, եւս մի կարճ բան ասեմ, որ ապա ավելի պատկերավոր լինի, թե ինչի է փակվել թատրոնը։ Նույն Արա Խզմալյանին ես ինքս առաջարկել եմ, ասել եմ, տեսեք, գոյություն ունի բարեկամություն անսամբլ, բարի պետական, երկի բարի Արտուրյանի անվան։ Այս խմբերին, կոլեկտիվներին առաջարկել է ակադեմիական թատրոնում հիանալի տարածք, ակադեմիական քաղաքում, որը կառուցվում է աշտարակի ճանապարհի վրա, եւ հուսով եմ, որ մենք ունենանք այդ քաղաքը։ Այնտեղ տարածք են առաջարկել, որովհետեւ բարեկամությունը ստեղծագործում է, ինքս ես եղել եմ բարեկամության սան, ֆիլհարմոնիայի շենքում, բարի պետական օպերայի շենքում, կոլեկտիվ կա, որ ընդհանրապես տեղ չուներ, կոլեկտիվ կա սարսափելի լացելու պայմաններում։ Սա տարբերակ է, չէ՞ մշակույթը պահելու համար, պատվարժան դատարան։ Ես ինքս Արա Խզմալյանին խնդրել եմ, ասել եմ, պարոն Խզմալյան, եթե ձեր նպատակը մեզանից ազատվելը կամ այդ տարածքը մեր ձեռքից վերցնել ու դուրս շպրտելը չի, մեզ էլ ներգրավեք այդ ծրագրի մեջ։ Ու մինչև այսօր բարեկամություն եւ բարի պետական իրենց տեղերում շարունակում են աշխատել։ Ակադեմիական քաղաքի կառուցվելուն շատ կա, բայց իրենց հատկացրել են մի ուրիշ տարածք, որը հիմա վերանորոգվում է։ Այսինքն վերանորոգումից հետո այդ կոլեկտիվները տեղափոխվելու են իրենց նոր տարածք, բարվող պայմաններում, ֆիլհարմոնիայի տարածքը կմնա իրեն, ինչ մուզիկանի օպերային իրեն։ Դրան էլ ընդհանրապես չեն գնացել։ Այսինքն այս ափերի մեջ պարզ երևում է, որ իրանց խնդիրն է մեզ այդ թատրոնից ու այդ տարածքից դուրս շպրտել, ոչնչացնել, գոյմիավորել։ Շնորհակալ եմ։